Շիրակի մարզի մշտական ու ցուրտ քամիներով հայտնի Ջաջուր գյուղում այս աշնանը գյուղացիների համար անսովոր տաք եղանակ է։ Բնությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ամենահայտնի Ջաջուրցու Մինասի կտավներն են, տաք գույներով ու ջերմ։ 1970-ից 74 թվականներին Մինասը հեղինակել է 14 որմնանկար։ Դրանցից երկուսը, ինչպես թանգարանում են ասում, տուն են վերադարձել։ Խոսքը Խաչքարի մոտ եւ հանդիպում որմնանկարների մասին է։ Այն որմնանկարների, որոնք տարիներ առաջ տեղափոխվեցին կառավարության շենք, Գյումրիում համապատասխան տարածք չգտնելու հիմնավորմամբ։ Կառավարության նիստերի դահլիճում, սակայն որմնանկարները հասանելի չէին հանրությանը եւ դրանց հանրահռչակման կարիք կար, եւ որոշվեց դրանք տեղափոխել Ջաջուր, Մինասի թանգարան։ Եվ վերջապես 2025 թվականին կառավարության շատ կարևոր որոշմամբ եւ նախաձեռնությամբ այդ նմուշները տեղափոխվել են այստեղ թանգարան։ Մեր մասնակցությունը այնքանով էր, որ մենք հնարավորությունը փորձեցինք գնահատել արդյոք կարող ենք այստեղ ընդունել ցուցանմուշները, որքանով են մեր պատերի չափերը համապատասխանում եւ այլն, եւ որքանով կարող ենք նպաստել այդ գործընթացին։ Երկու որմնանկարներն էլ Մինասն արել է Գյումրիի այն ժամանակ Լենինականի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերին։ Հանդիպում որմնանկարը Մինասի 1970-ականներին հեղինակած գրաֆիկական գործերի թեմատիկայով է։ Գյուղական կենցաղ ու աշխատանք։ Իսկ Խաչքարի մոտ որմնանկարը ավելի դրամատիկ հնչողությամբ է։ Այն ընդհանրություններ ունի Մինասի Անուշի Վիշտը կտավի հետ։ Այդ ստեղծագործությունը ոչնչացել է նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի ժամանակ եւ համարվում է, որ Խաչքարի մոտ որմնանկարով Մինասը վերածնել է իր հիշողություններում կենթանի կտավը։ Դա հավաքական կերպարներ են Մինասի երևակայության, իսկ ինքը շատ բուռն երևակայություն ունի, հիմնված շատ խորը գիտելիքներով հայկական մանրանկարչության։ Դրիվ փոխվել է էքսպոզիցիան, մենք ունենք եւ երկու որմնանկար, որ տեղափոխվեց, որ այսօր վերաբացում է, եւ ունենք գեղանկարներ, որ առաջին անգամ են մեր մոտ ցուցադրվում։ Այստեղ մեր բոլոր գեղանկարներն է, որ Մինասը հենց արել է Ջաջուրում իրենց տան վերջնահարկից, քանի որ Մինասը իր մանկությունը Ջաջուրում է անցկացրել, նա շատ վառ ու լուսավոր է պահում գյուղը իր ամբողջ կենցաղով։ Մինասի թանգարանում նկարչի բնօրինակ աշխատանքներ շատ քիչ էին ներկայացված։ Էքսպոզիցիան ապահովում էին հիմնականում վերատպություններով, իսկ պատճառն այն էր, որ թանգարանում բնօրինակ աշխատանքների պահպանության խնդիր կար։ Ցուրտ Ջաջուրում առանց ջեռուցման հնարավոր չէր բնօրինակ աշխատանքներ պահելը։ Պետություն մասնավոր համագործակցության արդյունքում Ջաջուրի թանգարանը ջեռուցում ունի, ապահովում է արևային կայանը։ Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում, Հանրապետության հրապարակում, ազգային պատկերասրահի ցուցասրահներում եւ ասեմ բավական բարդ որոշում էր, որովհետեւ մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը եւ մենք որոշում կայացրեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը։ Նոր ցուցադրությունն ու մասնավորապես որմնանկարների Ջաջուր տեղափոխությունը ավելացնում են Մինասի թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ներգնա ու արտագնա զբոսաշրջության արդյունքում վերջին 2-3 տարիներին այցելուներն ավելացել են։ Հիմա ակնկալում են, որ այդ ցուցանիշը կրկին աճ է գրանցելու։ Դա կախված էր մի շարք գործոններից, այդ թվում նաև խոսքը միայն թանգարանի հենց լավ լինելը չի, դա ներքին туриզմի նաև շնորհքն է, այսպես ասեմ, որտեղ շատ են գալիս, գիտեք, Գյումրիից էլ շատ հաճախ գալիս են այստեղ։ Ջաջուր գյուղը Գյումրիից ընդամենը 12 կիլոմետր է հեռու, բայց զբոսաշրջային ուղղություններում ոչ միշտ է ընդգրկված։ Այստեղ եկողները մինասյան գույներն ու շունչը իրականում կարող են զգալ ու տեսնել։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։